Այդ խաղաղությունը այն fast food-ն է, վրան էսպես կետչուպ եւ մայոնեզ լցրած, որը Նիկոլը պիտի ուտացնի հասարակությանը, փորձելով իր վերարտադրությունը ապահովել 26 թվականի խորհրդարանական ընտրության, եթե արտահերթ ինչ որ process-ներ չլինեն։ Բայց ինչն է այս բոլոր սպառնալիքները Ադրբեջանը գայդարարե հաղթողի թիրքերը։ Ինչպես վարվել այս թրույթին է։ Տեսեք, ես հասկանում եմ, որ երկիրը այնպիսի փակուղի է մտած, որ ցանկացած լուծում Ադրբեջանի համար կարող է լինել trigger նոր պատերազմ սկսելու համար, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց միակ հենարանը այս իշխանությունն է, բայց չի պիտի վախենալ դրանից, պիտի սկսել արժանապատիվ բանակցել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Նիկոլ Փաշինյանը չի բանակցում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը որպես տիրամիսյու դրել է աշխարհաքաղաքական կենտրոնների սեղանին եւ ասում է, ով իմ իշխանության վերարտադրության երաշխիք կտա, ամենամեծ կտորը թող փոկի տանի։ Ամենամեծ երաշխիքը այս պահին տալիս է Թուրքիան եւ Ադրբեջանը եւ պատահական չէ, որ Թուրքիայի հայտնի բլոգերներից մեկը, հիշում եք, 1 տարի առաջ հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, մենք պատրաստ ենք, Թուրքիան պատրաստ է հատուկ ջոկատայիններ մտցնել։